Սիրելիներ, ես հենց հիմա գտնվում եմ Calvary Church կոչվող եկեղեցում, որը հայերեն թարգմանվում է Գողգոթա եկեղեցի։ Իրականում այնքան հրաշալի է, կառուցած չեք պատկերացնի, ինչքան էլ դուք այսպես տեսնեք, բայց իրականը շոշափելին լրիվ այլ է։ Ու գիտեք, այս երգեհոնը, որ դուք իմ ետևում տեսնում եք, դա աշխարհում ամենամեծ երգեհոններից մեկն է, որով փառաբանություն ու երկրպագություն է բարձրանում մեր Աստծուն։ Գիտեք, եթե երկրային մեր հոր տունը, մեր Աստծո պաշտամունքի վայրը այսքան հիասքանչ է ու գեղեցիկ, որքան առավել երկնայինը մեր Տիրոջ ներկայությունը, որ մենք անվանում ենք երկինք կամ դրախտ։ Եթե ուզում ենք տեսնենք այդ հիասքանչ վայրը, որ կոչվում է երկինք ու մեր հոր ներկայությունը, ապա պետք է հենց այստեղից մենք որոշում կայացնենք ու նրան հրավիրենք մեր կյանք որպես Տեր ու Փրկիչ։ Հավատանք, որ Հայր Աստված Հիսուս Քրիստոսին իր որդուն մեռելներից հարություն է տվել։ Դրա համար խնդրում եմ ձեզ, եկեք միասին աղոթենք այս աղոթքը, կրկնեք ինձ հետ միասին հավատքով։ Հայր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով ես քո առջև եմ գալիս։ Խնդրում եմ քեզ, ներիր իմ բոլոր մեղքերը, որ գործել եմ գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Ես սրտիս մեջ հավատում եմ ու բերանով էլ ասում եմ, որ Հայր Աստված Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն է տվել, ուստի կապրեմ։ Ես հավատում եմ, որ երբ որ այս մարմինը կթողեմ այս երկրի վրա, հոգիս կլինի երկնքում իմ Աստծո ներկայության մեջ ու կվայելեմ այնտեղի գեղեցկությունն ու վայելչությունը իմ Տիրոջ ու Փրկչի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։